Հիվանդանոցներում HR-ից խոսացինք, մեր հիվանդանոցներում պակաս այդ HR կուլտուրան, որտեղ մեր մոտ հիմնական կադրավիկներ են, թղթեր վերեցիր, ընդունեցիր, սանգրկիկներ, պակասում է HR կուլտուրան, որտեղ բժշկական սաստային պետք է հոգեբաններ, HR-ներ, հանգստի սենյակներ ու նմանատիպ բաներ, պրոստը էլի։ Իսկ ինչի չկա հիմա, այսինքն այդ բարձրաձայնվում է, որ օրինակ մեր հիվանդանոցին պետք է մտքներովս էլ սկի չի անցնում, որ չեք բարձրաձայնում դրանից է։ Մենք Ռուսաստանում բան ունենք, Արտինատրսկիում հանգստի սենյակ ունենք շատ փոքր, այնտեղ ունենք տուրնիկ ու PlayStation, այդ տալի մի քիչ հանգստանանք, էլի չէ՞ առաջնություններ բաներ են կազմակերպում, բայց մենայնպես IT-ում մարդիկ աշխատում են, տենց մասաժիստով, հոգեբանով, բանով, ու դու լարված ծանր ինչ-որ sense արունախառը բան գնում է, բուֆետն է մոտակա կամ ինչ-որ։ Այդ գիտեք ինչից է, որպես այդ համայնքի ներկայացուցիչ եւ նաեւ քան որ մի քանի հազար ընկերության հետ ենք աշխատում։ Կան ընկերություններ, որոնք որ Հիշում եք, որ ասի օֆիսում եմ աշխատը, այդ գործ ստաֆով եմ գտել։ Օ, շնորհակալություն, հա։ Կան ընկերություններ, եղել են ընկերություններ, հիմա էլ դե կան։ Օրինակ Google-ը, հա, Google-ը ինքը դրել է ֆորմատ, որով որ պետքա լինի IT ընկերությունը, օրինակ։ Google-ը, Apple-ը, մյուսները, այսինքն որ պետքա օֆիսում լինի հանգստի սենյակ, այդ ձեր ասած տուրնիկը, ուտելիք եւ այլն, ու այդ եկել է։ Ինձ թվում է ամեն դեպքում գնում է այդ տրանսֆորմացիան նաև Հայաստանում Չէ, IT-ում դե կա շուտվայինց կա IT-ում արդեն 10 տարի IT-ն իրականում ֆլագման է։ IT-ից հետո բանկերը դա ընդունեցին հիմա արտադրական ընկերություններ կան, որոնք այդ սախ սիրուն բաներ ունեն, բայց այդ տրենդը նաև հիվանդանոցներում ենք նկատում Դավիթ ջան, այսինքն հիվանդանոցներն են հասկանում այդ տրանսֆորմացիայի կարևորությունը։ Բայց եթե իրանք էլ ունենային տենց մի հատ Google-ի նման ոնց որ ֆլագման որտեղից որ հիվանդանոց բացում տենց կան։ Հա, այդ մի հատ ընդհանրապես մի մարդ կամ մի հիվանդանոց կամ մի բան է մեկ-մեկ բաժանում այդ լավ վիճակը դեպի